Օրվա խորհրդից սկսենք գյումրեցիների մասով այն ունեք ասելու եւ կոնկրետ պատարագի մասով մենք տեսանք Շիրակի թեմից ներկայացուցիչներ չկային։ Ձեր կարծիքը է այս մասով։ Դե օրվա խորհրդի հետ կապված պետք է ասեմ, որ այս մեր պատմության ամենածանր օրերից մեկն է եւ թերևս ոչ միայն Գյումրիում, այլ Հայաստանի ամբողջ տարածքում չկա ոչ մի ընտանիք, որը որ իր վրա այդ ցավը չի զգացել եւ բարեկամ կամ հարազատ չունի, որը որ չի դուրել այդ երկրաշարժից։ Ես իմ բարեկամները օրինակ Վանաձորում են դուրել, մի խոսքով այս էջն է, որը որ ամենասև ձևով մեր պատմության մեջ մնացել է։ Հուսանք, որ հետևանքները մենք վերջնականապես կվերացնենք եւ գիտենք, որ հիմա արդեն շատ տարիներ է անցել, բայց այնուամենայնիվ հետևանքներ կան, մինչև վերջ պետք է վերացնենք այդ հետևանքը, ամենակարևորը դա է, դե մարդկային ցավն էլ, մարդկային հիշողությունն էլ մաքրել չի լինի, դա կմնա հավերժ։ Ապահովման ծրագիր կա, թե չէ եւ առհասարակ ծրագրերի մասին։ Անկեղծ ասած, ինձ թվում է ճիշտը կառավարության ներկայացուցիչներին հարցնեք, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Պատարագի մասին մենք Շիրակի ասեք, հա, լսում եմ։ թեմից տեսանք, որ ներկայացուցիչներ չկային այնուամենայնիվ։ Դե գիտեք ինչ, տեսեք, սկզբից ասում էիք, որ Տեր Արամը կարգալուց արված է եւ դա եկեղեցու հետ կապ չունի։ Հետո ասում եք, այս մեկն էլ է կարգալուց լինելու հեսա։ Հետո ասում եք, որ այս մի սրբազանը այնուամենայնիվ անցել է։ Հիմա տեսնում եք, որ ակնհայտ է, որ այն խնդիրները, որը մենք բարձրաձայնում էինք, դրանք կան եւ դա մի լուծում ունի, հա, եւ այդ լուծումը անխուսափելի է ուղղակի եւ այսօր խնդրեմը կայանում է նրանում, որ Կտրիժ Ներսիսյանը չի հասկանում, որ այս իր վարքով ինքը արդեն հայ առաքելական եկեղեցուն Հայաստանի պետությանը եւ եկեղեցուն մեծ վնաս է հասցնում եւ անխուսափելի բանի դեմ փորձում է պայքարել, որը անխուսափելի է։ Սիմոնյան, Նավասարդ arczepiskopos Կճոյանը ձեր թիմին հավատարմության երթում է տվել եւ հիշեցնեմ ձեզ, որ դուք օրերս ազգային ժողովում Նավասարդ arczepiskopos Կճոյանին պարոն Կճոյանով էիք դիմում։ Սխալվել եմ, այդ իմ գիտելիքների հետ է կապված, որևիցե նպատակ դրա մեջ չի եղել, դա իմ չիմացության պատճառով է, ես կարծում եմ, որ սրբազանի մասով իր երթումը միայն Աստծուն է եւ մեզ որևիցե մեկը ոչ երթում տվել է, ոչ է մենք դրա ցանկությունը ունենք, մենք դրա ցանկությունը չունենք, մեր համար շնորհակալ եմ Մարիա։ Մեր նպատակն է, որ որևիցե ձևով եկեղեցին խառնված չլինի պետության գործերի մեջ եւ մենք չենք ուզում, որ որևիցե մեկը խառնված լինի կամ երթում տա։ Տեսեք, Պարզապես դուք քանի որ նշեցիք ձեր գիտելիքների պակասի պատճառով է, որ այդպես եք նշել, Շիրակի թեմի առաջնորդը պիտի թույլ տար, որ բացի Շիրակի թեմի հոգևորականներից այլ քահանաներ այստեղ կարողանային պատարագ մատուցեին, բայց Միքայել arczepiskopos Աջապահյանը թույլ չի տվել, այսինքն դուք մասնակցել եք կեղծ պատարագի։ Եկեք որևիցե մեկս գնահատական չտանք, հա, լրագրողները, որոնք որ հիմա փորձում են ինձ տենց հարցեր տալ, որոնք որ փորձում են պատարագի ժամանակ նույնիսկ գլխաշորջ չունեն։ Հիմա դուք ինձ փորձում եք հարցնեք, ասում եք, որ ես ինչ-որ գնահատական տամ, ես քաղաքական գործիչ եմ, չեմ պատրաստվում գնահատականներ տամ։ Եկեք հերթով էլի, եկեք հերթով, չեմ լսում։ Անկեղծ չեմ լսում։ Նշեցի Շիրակի թեմի քահանաները։ Եկեք մի քիչ էս կողմ ասենք։ Շիրակի թեմի քահանաները ասում էին, որ ես պատասխանեցի այդ հարցին կարծես թե։ Առանց իրենց պատարագ մատուցի, ապա դա համարում են իրենք բռնազավթում։ Դուք համարում եք, որ բռնազավթները Ես կարծում եմ այնտեղ որտեղ որ ժողովուրդն է, այնտեղ որտեղ որ պատարագ է հնչում, չի կարող բռնազավթում լինել, հա։ Եթե ամեն ինչ քրիստոնեական հայ առաքելական եկեղեցու կանոններով է արվում, ուզում եմ հասկանալ այդ անձերի վրա կենտրոնանալը, եկեղեցին մի սարքեք, մի անձի, ինքը անձի համար չի, որևիցե մեկի համար չի։ Ես խնդրում եմ ինձ կանոնների մեջ, ես այդ կանոնների եւ դուք նույնպես եւ մեր հեռուստադիտողները այդ կանոնները անգիր չգիտենք, որ մենք հիմա մեր վեճը, մեր խոսակցությունը իմաստ չի ունենալու։ Դիմեք, ես առաջել եմ, տեսեք, ես առաջել եմ պատարակների մասնակցել, այսինքն Facebook-յան իմեջում եթե փնտրեք, նույնիսկ նկարները կգտնեք։ Ես խնդրում եմ, ինձ այդ կանոնագրքի, կանոնների մեջ, վեճի մեջ մի մտցրեք, քաղաքական եթե հարց կա, ասեք, ես եկել եմ, չեմ լսում։
4 առնվազն 4 սրբազան կար հայ առաքելական եկեղեցու։ Դիմեք իրենց։ Անցած տարի դուք նաև քանի անգամ արդեն Սենց հերթով տալիս են եւ այդ ջան խոսում է եղբայր։ տեսնում ենք եկեղեցուց, երբ որ կաթողիկոսի անունն են բարձր արտահայտում, դրան դուրս են հրավիրում ձեզ համար այս վարքագիծը ընդունելի է, սա Այսինքն ներողություն եմ խնդրում, ժողովրդավարությունը եկեղեցում պատարակի ժամանակ բղավելն է։ այդ դեպքում ինչու է կաթողիկոսի անունը սեղ չկում։ Ինչու է։ Ասում է, դրա պատասխանը վարչապետը տվել է, իսկ ինչ վերաբերում է եկեղեցում բղավելուն, թեկուս ամենալավ բղավոցը, թեկուս առանձին Սենց, բայց մենք սենց անի ջան կգամ, հիշի այդ հարցը տեղ չգնաս, հեսա սենց կգամ։ Խնդրեմ, դուք տվեցիք, Եթե կարելի մի հատ էլ հավելում անում, հա, ես Հավել ես։ Անցած տարի դուք Սուրբ ամենափրկիչ եկեղեցին վերահսկում եք, դուք Գյումրիում եք, բայց եկեղեցի չմտաք։ Ինչն էր պատճառը եւ Անկեղծ ասած ես չեմ հիշում դա։ այո, եւ ուզում եմ հասկանալ այսօր ինչի չեք գնացել, օրինակ Սուրբ ամենափրկիչ եկեղեցի։ Ես անկեղծ չեմ հիշում նման բան։ Ոչ որևիցե կոնկրետ պատճառ չի եղել։ Կարող է ինչ-որ օրակարգի հետ կապված ներկայությունն էր որևիցե ես նույնիսկ չէի հիշում ձեր ասածն։ Անկեղծ չեմ հիշում։ Երևի ստեղ եմ եղել եկեղեցում, կարիք չեմ գտնել երկրորդ անգամ։ Բայց վարչապետը խնդրեց, որ նման բան չանեն։ Եթե մոտիկից ուշադիր լինեի, կտեսնեք դա մարդկանց ցանկությունն է եւ վարչապետը խնդրեց նման բան չանել։ Հաջորդ չէ, եւ այսօր չէ, սպասի։ Հերթով գալիս ենք։ Դու առավելևս դուք արդեն հարցը տվել եք։ Սա ձեր երրորդ հարցն է։ Խնդրեմ։ Ռուսաստանն է համեմատում։ Ով է համեմատում ռուսական ազդեցության գործակալները։ Ես նման հարցերի, ես Մոլդովայի, Ռուսաստանի, չգիտեմ որ երկիրը բերեցիք, Ուկրաինայի պաշտոնյան չեմ։ Ես ոչ թե Վրաստանի պաշտոնյան եմ։ Հայաստանի ավարտեք։ Հայաստանում եկեղեցի շոշափի ունեցած համեմատում են Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում եւ Արցախում։ Եվ կան այդ գործողություններում հաջողված եւ կան չհաջողված։ Մի պատասխանի ժամանակը առաջնորդում եւ եկեղեցի շուրջ իրականացնում։ ժամանակի դրա Դուք որտեղից եք հարցը տալիս, կասեք։ Դուք այլ երկրի գործակալ եք։ Եկեղեցու բակում են կան։ Չէ, դուք որտեղից եք ուղղորդվում։ Այսինքն ով է ձեզ թույլ տալիս ինձ հարցնել Հայաստանի Հանրապետության ընտրված բարձրաստիճան պաշտոնյային հարցնել, որ ես որևիցե տեղից ուղղորդվում եմ։ Դուք դրա իրավունքը չունեք։ Ես պատասխանում եմ ձեզ, դուք դրա իրավունքը չունեք։ Այ դուք ձեր իսկ դուք նմանություն չեք տեսնում ձեր հարցերի եւ այլ երկրների հերոստալիքներից հնչող պրոպագանդիստական դրույթների մասին։ Նմանություն չեք տեսնում, չեք նկատում, որ դուք ուրիշ երկրի գործակալների թելն եք հյուր։ Իսկ դուք որտեղից եք ֆինանսավորվում։ Ձեր ֆինանսավորումը պարզ է։ Կասեք որտեղից եք ֆինանսավորում, ասեք։ Ահա։ Ես շատ կասկածում եմ, որ այնտեղ ֆինանսավորման մասին որևիցե տեղեկություն կա։ Ես կստուգ եմ, պարտադիր կստուգ եմ։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես պատասխանեցի, դուք իրավունք չունեք Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյային նման մեղադրանք ներկայացնել։ Այդ ձեր մեղադրանքները, ձեր անցկացրած զուգահեռները Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի հետ անցկացնում են այն երկրի լրատվամիջոցները, որոնք ուզում են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխեն, որոնք ուզում են Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իշխանություն լինի, որպեսզի գնա իրանց երկիր, դաբրո ստանա իրանցից, որ այստեղ իշխանությունը տենց չի եղել ու չի լինել։ Ասեք։ Իսկ ես կստուգեմ ձեր բանի տվյալները, ես վստահ եմ, որ չկա։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որտեղ դուք ճիշտ նշեցիք, կառավարությունը ասել է, բայց ես չեմ կարող կառավարության գործառույթի մեջ մտնել եւ ասել, թե ինչի չի եղել, կառավարության ներկայացուցիչները այստեղ կան, կարող եք հարցնել իրենց, ներողություն եմ խնդրում իմ չիմացության համար, բայց գործի բերումով ես դրա հետ չեմ առնչվել դեռ։ Անինա, մի րոպե, արեք, Անինա։ Ես գալու եմ ձեր մոտ հարցազրույցի։ Օրը եմ փոխել, բայց լսում եմ ձեզ Անի։ Պատարագի սեղմել զոհաբարի անունը, դա որտեղ է գրված, վարչապետը կարող է հրահանգել
խնդրանք տալ, որտեղ է շփված, ասեք։ Խնդրանքները ինչ-որ գրում են։ Չէ, բայց ինքը իրավունք չունի։ Չէ, խնդրանքները անջան, դա ձեր գնա, հլա, բարի, միգուցե, սահմանությամբ գրածա վարչապետը ոչ մեկին խնդրելու իրավունք չունի։ Ես կարծում եմ, եթե դուք ինձ բան խնդրեք կամ ես ձեզ բան խնդրեմ, անկախ դրանից դուք լրագրող եք, ես պաշտոնյա եմ, դա մեր որոշելիքն է, այլ ոչ թե սահմանության մեջ գրելու կամ չգրելու բաներ, հա։ Դա դուք գնահատական եք տալիս, որը ես չեմ կիսում, հարցրեք այն մարդկանց, ովքեր որ խնդրել են, հարցրեք այն մարդկանց, ովքեր որ այդ խնդրանքին արձագանքել են։ Պարոն Սիմոնյան, ըստ էության իշխանությունը այստեղ չկարողացավ իր սցենարով պատարակ կազմակերպել։ Ինչն է իշխանության սցենարը։ Եվ պարտադրված էր այլ թեմից հոգեվորական հետը բերել, սա թերևս աննախադեպ է շրջիկ հոգեվորականով պատարակի գալը, ինչպես կմեկնաբանեք։ Շիրակցի 24 հոգեվորական 29 հոգեվորականից որևէ մեկը։ Իսկ ով ասեց, որ ինչ-որ սցենար կա։ Ձեզ դուք անընդհատ ձեզ թվում է, չէ, մի րոպե։ Ձեզ ինչ-որ թվում է, տենց ինչ-որ A4 ֆորմատի թղթի վրա կամ A3 ֆորմատի վրա գրած ինչ-որ սցենար կա, որով տենց հիմա նայում ենք, ասում ենք հիմա դու սա կասես, ոչ, սա հավատքին, լսեք, սա հավատքին վերաբերվող գործընթաց է եւ հա ցանկություն կա որ սենս լինի, ցանկություն կա միգուցե կարող է լինի որ նենց լինի, բայց իրականությունը այլը կարող է լինել։ Այսինքն ինչ ենք ուզում դրանով արձանագրենք։ Ենթադրենք ձեր հարցի պատասխանը այո է կամ ենթադրենք ձեր հարցի պատասխանը ոչ է։ Եվ ներկանեք որ Շիրակում մնա 29 հոգեվորական։ Ես կարծում եմ որ եկել է ժամանակը, որ մենք արդեն մայր աթոռ էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարակը։ Դա իմ անձնական կարծիքն է։ Չգիտեմ վարչապետը ինչ կարծիք ունի դրա մասին։ Ես կարծում եմ որ եկել է ժամանակ այնտեղ անցկացնել։ Իսկ նորմալ է որ օրինակ Նիկոլ Փաշինյանը վոտապ